այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Բրյուսելում հանդիպելու է, տեղյակ եք։ Տեղյակ եմ, ամեն ինչից էլ արժան։ Տեղյակ եմ, բայց չեմ ուզում այդ մասին խոսել, խնդրում եմ ինձ զերծ պահեք։ Ոչ, հա, տեղյակ եմ։ Այո։ Որ տեղյակ եմ ինչ։ Ճիշտ ասած, չէ։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Եթե պարզ ասեմ, ոչ մի ակնկալիք էլ չունեմ, որտեղ ամեն գնալ գալուց հետո լավա, հաջորդ օրը խնդրեմ։ Ակնկալիք, ինչ ակնկալիքի մասին կարող է խոսք լինել։ Էդ էլ ես չգիտեմ, դա անձնական իր գործն է։ Մի կարճ ասած, մենք ենթական մարդիկ ենք, պետք է լսենք։ Ինչ ասեմ, այս 30 տարվա մեջ այնպես պատմություն ստեղծեցին, որ 1000 տարի կարելի է պատմաբանները գրեն։ Հասկացար իմ միտքը։ Ճիշտ ասած, այսքան որ եղել են, ոչ մի արդյունք չի տվել, էլի չունեմ, ուղղակի հույս ունեմ, որ լավ կլինի։ Ինչ է կարծում, ինչի շուրջ պիտի բանակցի վարչապետը։ Դե բնականաբար Հայաստանի սահմանների, գերիների, նաև Արցախի։ Այդ իմ խելքի բանը չի բալես։ Չեմ իմանում։ Վստահում ենք Փաշինյանին եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչ է կարծում, խոսում էին, որ Տավուշի 6 գյուղեր է հանձնելուց ձեզ կհանձնի նոր տարածքներ։ Իսկ ձեր կարծիքով ինչի մասին է խոսքը։ Ես ունեի հայրենիք Հայաստան, հիմա ոչինչ չունեմ։ Չարենցի գովերքած Նայիրի երկիրը, Նայիրի Զարյանի գովերքած Նայիրի երկիրը, Համոս Սահյանի գովերքած Նայիր երկիրը հիմա չկա։ Ես դրանից ցավ եմ ապրում։ Հետո ես հեչ ռազի էլ չեմ, որ հողերը հանձնում են, բայց դա երևի Նիկոլի ձեռն էլ չի։ Ես չգիտեմ, նա ինչ պետք է անի, որ հողերը հանձնի, նա ժողովրդի կողմից է։ Գուցե կլինի, բայց մենք բոլորս էլ դեմ ենք, մեր հողը ինչքան կարանք բաժանենք։ Չեն կար ասեմ աղջի ջան, այն Տիգրան մեծից հանձնել ենք, մինչև հանձնում ենք, անհայտ է էլի։ Ճիշտն ասած, ես չեմ հավատում Տիգրան մեծ եղել, որովհետև պատմությունը այս 30 տարվա, եթե դու վերլուծես, Լեոյի երևի մի 100 հատոր գրեք։ Չեմ կարծում, ես ճիշտ ասած չեմ հավատում, ինձ թվում է դրանք բամբասանքներ են ընդդիմության, ես չեմ հավատում, որ տարածքներ կհանձնվի։ Իսկ թվում է ոչ։